Ուրեմն շատ կարևոր հաղորդագրություն ունեմ օնկոլոգիական այն բոլոր հիվանդների համար, ովքեր ստանում են կամ պատրաստվում են ստանալ Keytruda անվամբ հակառուցքային դեղամիջոցը։ Այս դեղամիջոցի մեկ ներարկման դոզայի գինը Երևանի դեղատներում մոտ 1 միլիոն դրամ է։ Այո, մեկ ներարկման համար պացիենտները վճարում են 1 միլիոն դրամ։ Բայց խնդիրը այս դեղի թանկ լինելը չի։ Սա նոր սերնդի հակառուցքային դեղամիջոց է, որը ամբողջ աշխարհում է թանկ։ Խնդիրը նրանում է, որ կոնկրետ այս ֆլակոնը, որ ես հիմա իմ ձեռքերում պահում եմ, որը գնվել է Երևանի մասնավոր դեղատներից մեկում, բացարձակ կեղծված է, fake է։ Այս ֆլակոնը չի պարունակում ոչ մի միլիգրամ դեղամիջոց, այլ պարունակում է ընդամենը թորաշ ջուր։ Ստացվում է, որ քաղցկեղով պացիենտը իր կյանքը փրկելու համար վճարել է հսկայական գումար, վստահ լինելով, որ գնում է օրիգինալ եվրոպական դեղամիջոց, մինչդեռ գնել է թորաշ ջուր։ Հասկանում եմ, որ հնչում է սարսափելի եւ զարմանալի, բայց ցավոք դա փաստ է, որ Հայաստանում շատ պացիենտներ պարբերաբար ենթարկվում են նման հանցանքի։ Բացատրեմ, որտեղից է գալիս խնդիրը։ Keytruda դեղամիջոցը Հայաստանում օֆիցիալ գրանցված չէ։ Այն ներմուծվում է մի շարք մասնավոր դեղատների կողմից, տարբեր երկրներից եւ հաճախ օրիգինալ դեղերից զատ ներմուծվում են նաեւ կեղծիքներ։ Եվ կան դեղատներ, որոնք վաճառում են ինչպես օրիգինալը, այնպես էլ մեկու մեջ վաճառում են կեղծված պարտիաներ։ Եվ պացիենտը բնականաբար ոչ մի ձև դա չի կարող հասկանալ։ Ես ժամանակին այս հարցը բարձրացրել եմ շատ տարբեր մակարդակներում, թե ինչու միջև հիմա լուծում չի ստացել, դա առանձին խնդիր է։ Ցավալին այն է, որ նույնիսկ բժիշկները, ուռուցքաբանները, ովքեր այդ դեղը ներարկում են, հաճախ իրանք էլ չեն կարողանում տարբերակեն կեղծ օրիգինալից։ Դրա համար իմ այսօրվա վիդեո ուղերձի նպատակը այն է, որ ցույց տամ, բացատրեմ, թե ինչպես կարելի է հեշտությամբ տարբերակել արդյոք օրիգինալ Keytruda է, թե կեղծ է։ Ասեմ, որ Keytruda-ի կեղծ օրիգինալից տարբերակելու համար կան մի քանի եղանակներ, ես հիմա ցույց կտամ, կսովորացնեմ ամենապարզ, ամենահեշտ եղանակը։ Ինչ է դրա համար հարկավոր։ Հարկավոր է լինելու նմանատիպ լուսարձակ, ֆանարիկ, որը սովորական լուսարձակ չէ, ուլտրամանուշակագույն լուսարձակ է, թե որտեղից կարող եք ձեռք բերել նման լուսարձակ, ես առանձին կոմենտների մեջ կնշեմ։ Եվ այսպիսով, ինչպես ենք համոզվում, արդյոք Keytruda-ն օրիգինալ է, թե ոչ։ Սա օրիգինալ Keytruda-ի տուփն է, սա կեղծված։ Առաջին հայացքից իրարից գրեթե ոչինչով չեն տարբերվում, բայց օրիգինալ Keytruda-ի տուփի ողջ մակերեսով այս թղթի վրա կան անզեն աչքով անտեսանելի բազմաթիվ մանր նշաններ, այս դեղագործական կազմակերպության լոգոյի նշանները նախշերի ձևով ամբողջ մակերեսի վրա, որոնք որ տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ։ Հենց այդ նպատակով մեզ հարկավոր է ուլտրամանուշակագույն լուսարձակ։ Նմանատիպ նշաններ կան նաև այս դեղի հենց բուն ֆլակոնի սրվակի վրա փակցված թղթի մակերեսին։ Եվ ուլտրամանուշակագույն լույսը պահելիս այս թղթի վրա կամ տուփի թղթի վրա այդ նշանները շատ հեշտությամբ անմիջապես դառնում են տեսանելի։ Մինչդեռ կեղծված Keytruda-ների վրա նմանատիպ նշաններ չեն լինում։ Ես հիմա մոտիկից դեմոնստրացիա կանեմ, որ ձեր համար դա լինի մաքսիմալ տեսանելի եւ պարզ։ Հիմա ես միացնում եմ ուլտրամանուշակագույն լույսը եւ տեսնում եք, որ ձախ ֆլակոնի վրա ամբողջ մակերեսով կան այս փոքրիկ ծաղիկների նման լոգոների նշանները բոլոր 4 կողմերից։ Իսկ այս մյուսի վրա, որը որ fake-ն է, ոչ մի կողմից նմանատիպ նշաններ չկան։ Ուրեմն նույն տարբերակիչ նշանները պետք է լինեն նաև դեղերի ֆլակոնների թղթերի վրա։ Հիմա մոտիկացնեմ, տեսեք, որ այս օրիգինալ ֆլակոնի վրա կան այս փոքրիկ էլի ծաղիկների նման նշանները։ Մինչդեռ այս կեղծիքի վրա նմանատիպ նշաններ բացարձակ չկան։ Ինչպես տեսակ, շատ հեշտությամբ կարելի է տարբերակել կեղծ Keytruda-ն օրիգինալից։ Ես նշեցի, որ կան տարբերակման նաև այլ եղանակներ, մի քիչ ավելի բարդ եղանակներ, բայց եթե դա ձեզ հետաքրքիր է,
ես կարող եմ պատրաստել մի առանձին տեսահոլովակ այդ մյուս մեթոդների մասին, խնդրեմ գրեք կոմենտներում, եթե դրա անհրաժեշտությունը դուք տեսնում եք։ Այսպիսով, հարգելի հիվանդներ, հարգելի գոլեգաներ, շատ ուշադիր եղեք Keytruda դեղը թե գնելիս, թե ներարկելիս, բոլոր հնարավոր մեթոդներով մանրակրկիտ ուսումնասիրեք, նոր կիրառեք այդ դեղամիջոցը։ Նաև հատուկ նշեմ, որ նման մեթոդով տարբերակվում են ոչ բոլոր դեղերը, կան բազմաթիվ օրիգինալ դեղեր, որոնք այս ուլտրամանուշակագույն նշանները չունեն, հետևաբար այս մեթոդը վերաբերվում է կոնկրետ Keytruda-ին, այլ դեղերի հետ խնդրում եմ չխառնեք։ Ես ուռուցքաբան Լևոն Բադալյանն եմ, հարցերի դեպքում խնդրեմ գրեք հաղորդագրություն։ Առողջ եղեք։